Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Հունվարի 5-ի երեկոյան ճրագալույցի սուրբ պատարագով ավետվում է Հիսուս Քրիստոսի ծնունդը։ 2025 տարի է արդեն, որ հավատավոր ժողովուրդը սրբազան այս իրադարձությունը նշում է առանձնակի խնդությամբ եւ տոնակատարությամբ։ Մեծ ժողովրդականություն վայելող տոնը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում է համախմբել հավատացյալներին մասնակցելու ճրագալույցի սուրբ պատարագին, որ մատուցվում է Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի հանդիսապետությամբ եւ Գեղարքունյաց թեմի հոգեվոր դասի մասնակցությամբ օրվա պատարագիչն է Տեր Բաբկեն Վարդապետ Սալբյանը։ Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, այսօր մենք ձեզ հետ միասին համախմբված ենք մեր սրբազան եկեղեցու կամարների ներքո տոնախմբելու մարդկության պատմության մեծագույն իրադարձությունը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը։ Պատարագի ավարտին թեմի առաջնորդի կողմից հավատացյալներին է փոխանցվում Սուրբ խորանից իջեցված ճրագի լույսը։ Այսօր դուք այս սուրբ ծննդյան ավետիսը պիտի ընդունեք եւ տանեք։ Եվ ձեր հետ խորհրդանշական կերպով պիտի տանեք ճրագը խորանից, որ Քրիստոսի սուրբ ծնունդն է խորհրդանշում։ Բայց արդյոք այդ պատկերը, այդ ութերեն լույսը միայն արտակնապես է, որ մենք պիտի ընկալենք, թե նաև հոգեպես։ Եվ եթե մեր հոգիներում չի ծնվում մանուկ Հիսուսը, եւ եթե մեր սրտում չի վառվում այդ ճրագը, ապա այսօրվա ամբողջ այս տոնակատարությունը անիմաստ է։ Ուրեմն շատ կարևոր է, որ մեր յուրաքանչյուրի սրտում այսօր ծնվի Հիսուս։ Շատ կարևոր է, որ մեր յուրաքանչյուրի հոգում այսօր վառվի այդ ճրագը։ Հունվարի 6-ին Աստվածհայտնության տոնի առթիվ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվում է սուրբ պատարագ, որի ընթացքում կատարվում է ջրօրհնեքի կարգ։ Ձայն տյառն ի վերաջուրց եւ Աստված փառած որոտած եւ Տեր ջուր ի վերաջուր բազմած հավիտենից ամեն Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, ահավասիկ մեր սրբազան եկեղեցվո կանոնների համաձայն
Բարսեղի կանոնների հնչյունների ներքո, ձեր աղոթքներով, մեր աղոթքներով նվիրագործեցինք այս ջուրը Սուրբ Մյուրոնով, որը խորհրդանշում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մկրտությունը, որով էլ և հաստատվեց նրա աստվածայնությունը։ Պատարագից եւ ջրօրհնեքի կարգից հետո հավատացյալներն իրենց տուն են տանում օրհնված ջուրը։ Անահիտ Կարեյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։